մեդիաներն ահազանգել են, որ այստեղ շատ են խախտումներ եղել, տեսել եք արդյոք այդ խախտումները, բացքայարություն, կուտակումներ։ Եթե խախտումներ լիներ, իհարկե նախագահը պետք է իմանայի, խախտումներ չեն եղել է, երբ որ ընտրողը մոտեցել է ընտրողները, այսինքն հաճախակի է լինում, որտեղ մարդկանց մոտ հարց առաջանում, ոնց պետք է ընտրեն։ Չգիտես ինչի, որոշ մարդիկ դա ներկայացել են որպես խախտում։ Խախտումը որն էր, եթե քաղաքացին մոտենում է ընտրելու, իր մոտ հարց է առաջանում, ինչ պետք է անի։ Ես եմ անձամբ մոտեցել, երկու դեպքում էլ եթե դեպքերի մասին է, բացատրել եմ, քանի որ բոլոր քվեաթերթիկները ձեռքին քաղաքացին դուրս էր գալիս քվեաթերթիկից։ Բացատրել եմ, որ հետ եք գնում, դնում եք ձեր նախընտրած քվեաթերթիկը ծրարի մեջ, հետո դուրս է գալիս։ Բաց քվեարկությունը այն քվեարկությունն է, երբ որ մեր մոտ դնում են ծրարի մեջ, քվեարկություն են կատարում։ Իսկ եթե քաղաքացին ամբողջ քվեաթերթիկների ձեռքը դուրս է գալի, ոնց ենք արձանագրում, որ բաց քվեարկություն է տեղի ունեցել։ Առնվազն սադրելու միտում կա այստեղ։ Առնվազն դա կարող են գնահատել։ Իսկ ասում են կուտակումներ են այստեղ լինում։ Կուտակում մեկ անգամ ա եղել, ոստիկանները կանխել են, որպեսզի քաղաքացիները, դե գիտեք, 8 քվեաթերթիկ կա, մինչև հերթով տալիս են, ընտրողների ներկայությամբ են հավաքում, առանձին չեն կանոնում։ Դրա համար էսպես չէ, որպես այդպիսին կուտակումներ, խնդիրներ, հորինված խախտումներ չկան։ Այսինքն այդ երկու դեպքն է եղել, երբ որ մտել են, երբ որ ներկայացրել են իբր բաց քվեարկություն։ Բաց քվեարկությունը ուղղակի ով որ արձանագրում է, խնդրում եմ թող կարդա օրենսգիրքը, տվյալ դեպքը քննարկի, արդյոք դա համարվում է բաց քվեարկություն։ Դա ընդհանուր որ կարամ գնահատեմ մտավոր հետամնաց մարդու քայլեր, առնվազն այդքան։ Տեսնում ենք այս ընտրություններում շատ են ահազանգում, որ մահացած մարդկանց անուններ են լինում, ձեզ մոտ կա ընտրական հանձնաժողովի խնդիրը չի, դա անձնագրայինն է, դա մեր տիրույթից դուրս է։ Իսկ այս ընտրատեղամասում եղել են այդպիսի դեպքեր։ Դեռ ոչ։ Այսինքն հնարավոր է լինել։ Իհարկե, չեմ կարող բացառել, քանի որ ես ինքս չեմ կարող այդ պահին ասել։ Դա անձնագրայինի ինֆորմացիան է, իրենցից կարող եք բարձրաբանում պահանջել։ Հասկացա, շնորհակալ եմ։ Խնդրեմ։